Դե ինչ շարունակում ենք մեր կիրակնորյա եթերը, հասրեցինք վայելել լավ երաժշտություն, իսկ հիմա ճիշտ ժամանակն է ողջունելու մեր հյուրերին, որոնք արդեն տաղավարում են։ Որոնք արդեն տաղավարում են, որոնք որ ապահովելու են ընտանեկան ջերմ զրույցը եւ այսպես մեր տաղավարում է դերասան Վարշամ Գևորգյանն իր զավակների որդու Նարեկի եւ դստեր Մարիայի հետ։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս, բարի։ Շնորհակալ ենք, որ ձեր հանգստյան օրը մեզ հետ եք սկսում։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ առհասարակ առավոտներն ինչպես են սկսվում ձեր ընտանիքում կամ ինչպես են սկսվում հանգստյան առավոտները։ Դե շատ չեն տարբերվում հանգստյան եւ դե իհարկե դպրոց առավոտյան որ ժամին որ գնում է եւ սնարույնս փորձում եմ շուտ արթնանալ, բայց դպրոց քանի որ չեմ գնում, պարտավոր չեմ ինքն արթնանալ։ Աշխատանքս էլ մեծ հաշվով ժամի 3-ան 7-ին է սկսում ներկայացումը։ Եվ այդպես կոնկրետ ընթացակարգ չունենք, բայց երբ որ հանդիպում ենք նախաճաշ փոքրիկ, այդպիսի բաներ, եւ ամեն մեկը իր գործով։ Ես ուզում եմ ասել, ճիշտ է ասում։ Մի մասը, հա, մի մասը։ Այո, որ մասն է, որ ճիշտ չի ասում հայրիկը։ Դե ընդհանուր նախաճաշ կոնկրետից Չի լինում ընդհանուր նախաճաշ։ Դե գոնե հանգստյան օրերին, շաբաթ կիրակիներին չի հանդիպում այդպիսի հնարավորություն։ Լինում է, բայց ես չեմ։ Դա ֆոտոթեով քանիսին է արթնանում։ Դա կարևոր մի ֆակտոր, որ ամենակարևորը անկեղծ ասացի, որ կոնկրետ ընթացակարգ չունենք։ Եթե ստացվեց, ստացվեց։ Այ ամբողջ օրվա ընթացքում կեր ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկում ինչպես ես հասնում առհասարակ ընտանիքին ժամանակ հատկացնել եւ հասնում ես թե ոչ։ Մենք վկաներ ունենք, պիտի անկեղծ ասած, որովհետև նրանք իրականությունը կասեն հետո։ Նրանք դրա համար են այսօր, որ դու ինչ խոսես, հետո հարցնեք ճիշտ է ասում։ Ես կարծում եմ, որ այո, բավականաչափ ժամանակ տրամադրում եմ ընտանիքին, բայց հիմա չգիտեմ ինչ կպատասխանեն երեխաները։ Սովորաբար նրանց երբեք ուշադրությունը բավարար չէ։ Հա, միշտ այդ մասին խոսում ենք, որ ամեն դեպքում չէ քիչ է բան։ Համեմատվում ենք ինչ որ այլ ընտանիքների հետ, այլ մարդկանց հետ, ովքեր ինչքան են տրամադրում, բայց ամեն դեպքում ես սիրով երբ ժամանակ գտնում եմ միշտ միանում եմ ընտանիքիս հաճույքով։ Սովորաբար երբ երեխաները փոքր են լինում, զրույցները եւ օրվա կենցաղային հատված այն մասին էին, թե ինչպես առավոտը սկսվում, դպրոց են ճանապարհում, մանկապարտեզ են ճանապարհում, հետո այդպես օրվա ընթացքում զբաղմունք ապահովելու, բայց դուք կարծես արդեն մեծ եք եւ երևի թե նաեւ կողմնորոշվել եք, թե ինչ հետաքրքրություններ ունեք, ինչով եք ուզում զբաղվել եւ ձեր յուրաքանչյուրի կյանքը օրվա մեջ ինչպես է կազմակերպվում։ Տեսա Վարշամ, այսպես շատ նուրբ անցում կատարեցի գնդակը հիմա իրենց դաշտում։ Ուզում եմ ասել, օրինակ Կիրակի օրերը Նարեկին դժվար է բռնացնել, որովհետեւ ինքը արդեն հաստատ ինչ որտեղ գնացել է ինչ որ արշավի։ Սա հիմնականում Կիրակի օրերն են լինում, որ խմբեր են լինում, որ գնում են։ Արշավախմբերը հիմնականում Կիրակի օրերն են լինում, բայց լինում է, որ ընկերներով ենք որոշում ուղղակի միտեղ գնալ։ Հայաստանում արդեն մեծ մասը սարերի եղել եմ։ Ամենաբարձր գագաթը ո՞րն է եղել։ Արագացի այս թեման։ Արագացի հարավային գագաթը նոյեմբերին էինք գնացել, բայց Ձյունը մինչև ծնկներս հասնում է դրա համար շատ չկարողացա։ Նոյեմբերին արագած գնալը այդքան էլ լավ միտք չէ։ Բայց լավ է, որ վերադարձել ես։ Դրանից էլ մի 2 շաբաթ առաջ մի հոգի բաներ մնացել էր այնտեղ Ձյունի տակ, բայց մեր այդ պարկասը ոչ մի բան չեղավ։ Չգիտեմ։ Թե ինչ, ես այստեղ ոգևորվեցի, գիտես, կարող եմ այսպես արշավական առանձին բլոգ սկսել Նարեկի հետ, բայց որպեսզի չշեղվենք։ Պիտի սկսես, բայց նաև պիտի Մարիային հարցնենք, թե նա ինչով է սիրում զբաղվել։ Դե ես շաբաթվա մեջ հիմնականում զբաղված եմ, որովհետև երաժշտական դպրոց եմ այցելում եւ հիմնականում ցենց պարապմունքների եմ, համ էլ սպորտով եմ զբաղվում, գեղարվեստական մարմնամարզությամբ, բայց երբ որ ազատ ժամանակ եմ ունենում, ընկերուներիս հետ միշտ հանդիպում եմ, տենց եմ միշտ դասավորում օրս էլի։ Իսկ երաժշտական դպրոցում ինչ ուղղվածությամբ ես սովորում։ Մասնագիտությունս գիտարա, իսկ դաշնամուրը մեր դպրոցում դեպարտադիր է, դաշնամուրն էլ։ Այսինքն երկու գործիք արդեն գիտես, տիրապետում ես։ Ջութակել նվագել եմ։ Ջութակով եմ սկսել, հետո փոխեց գիտար,
դժվարանում էի շատ։ Բայց գիտարը եւ արշավ գնալը կարծես շատ համադրելի է, չէ՞։ Եղել է նման փորձ, որ միասին գնաք։ Ես չեմ տենց նարեկի հետ գնացել։ Մարիան երբեք ոչ մի անգամ էլ չի եղել, որ հարցնի, ասենք, ու ինչ հետաքրքիր նկարներ ունես կամ տենց բան։ Հետաքրքիր Մարիան։ Ես կհոգնեի, ես գիտեմ։ Դա ամեն ջարչևում է, դեռ կարող է ինչ-որ բան փոխվել, բայց սովորաբար ծնողները, որոնք որ նաև բեմում են աշխատում, նրանց երեխաներն էլ բեմի ետևում են մեծանում կամ այսպես դահլիճում, կամ բեմի վրա, կամ բեմի ետևում, կամ դահլիճում, ինչպես է ձեր դեպքում, հա, պապայի հետ հաճախ եք գնում այսպես ներկայացման փորձերին կամ ներկայացումներին, առհասարակ հետաքրքրում է թատրոնը ձեզ։ Ես Վարշավի հետ խաղում էի, ներկայացում եմ խաղում, որ փոքր էի ավելի, կարծեմ 8-9 տարեկան մի քանի տարի առաջ, տենց հիմա էլ Մարիան էլ մի երկու ներկայացում ես որ մի ներկայացում, ես հիշում եմ երկու հատ էր, Վարշավի հետ տենց Պապա մեջը չկա, բայց ես միշտ եմ ուզեցել դերասանուհի դառնամ փոքր ժամանակվանից։ Ամեն անգամ կարող է միտքս փոխեի, ուրիշ բան մտածեի, բայց հետո միշտ հասկանում էի, չէ, դերասանուհի եմ ուզում։ Իսկ հիմա ես ոնց որ իմ առաջին քայլն էր, արդեն 3 տարի է մոտավորապես խաղում եմ ներկայացման մեջ։ Այ համազգայնում ունենք մի ներկայացում, կոչվում է Խատուտիկի գինի։ Բրեդբերի պատմվածքի իման վրա, այնտեղ մանկական ընկերություն է նկարագրում եւ այնտեղ որոշ դրվագներում երեխաներ կան եւ 3 երեխա խաղում են, որից մեկը Մարիան է։ Նարեկի հետ, ինչպես արդեն նշեց, փորձ ունեի խաղալու, երբ բեմադրում ենք Սարոյանի Քո կյանքի ժամերը, այնտեղ գրավաճառ էր խաղում Նարեկը, էլի փոքր տղայի դեր էր, որ եւ ես նախ համ չեմ սիրում, որ երեխաները այսինքն Ես հենց այդ եմ ուզում հարցնել, ուզում ես որ նրանք շարունակեն քո ճանապարհը, թե չես ուզում։ Ճանապարհը շարունակել կարող են, իմ հետ խաղալը, այսինքն նույն թատրոնում լինելը, բան, այդպես մշտական որ լինել, այդքան չէի սիրի, բայց այստեղ լավ էր, որ Մարիան առանձին ներկայացման մեջ էր, բայց համել շատ ուզում էի, որ գոնե մի անգամ խաղայի, ես վերջերս առիթ եղավ մեր դերասաններից մեկը Գագիկ Մադոյան լավ առիթով բացակայում էր երկրից իր կինոռեժիսորական աշխատանքով ինչ-որ փառատոնի էր եւ ես ստիպված պետք է փոխարինեի եւ լավ առիթ եղավ մի անգամ էլ Մարիայի հետ խաղացի, այսինքն հավասարությունը վերականգնվեց, ինչպես Նարեկի հետ եմ եղել բեմում, այնպես էլ Մարիայի հետ ինչ արդյոք ուրախացա։ Եվ հետաքրքիր է այդ փորձառությունը քեզ համար։ Այո, շատ։ Դե խոսելով թատրոնից իհարկե չենք կարող չասել, որ վերջերս տեղի ունեցած Արտավազ մրցանակաբաշխության ընթացքում դու Վարշավում արժանացար Արտավազ մրցանակի լավագույն դերասան անվանակարգում, նախ շնորհավորում ենք իհարկե։ Այո, առիթ չենք ունեցել որքանով է այս մրցանակը պարտավորեցնող։ Ես կարևորում եմ, ընդհանրապես մրցանակները կարևոր են դառնում, երբ ստացողները կարևորում են դրանք, ձգտում են դրան արժանանալ եւ այլն։ Այո, քանի որ ինքը թատերական ասպարեզում կարծեմ միակն է, ինքը շատ կարևոր է եւ պարտավորեցնող է, որ այսինքն առանց դրա չի եղել որ պարտավորված չլինեմ, իհարկե մեր գործը պարտավորեցնող է այսպես թե այնպես, այսինքն միշտ պետք է ձգտել ավելին, բայց մրցանակը ինչ խոսք հաճելի է եւ ամենակարևորը ես նշում եմ, որ պրոֆեսիոնալ իհարկե հանդիսատեսի կարծիքն է, հանդիսատեսի ծափերն են եւ գնահատանքն է կարևոր, բայց այս դեպքում պրոֆեսիոնալների գնահատանքն է, որը նույնպես շատ կարևոր է։ Վարշամ բազմաթիվ ներկայացումներում ունեցել ես տարբեր կերպարներ, տարիներ շարունակ թատրոնում ես բեմում ես կառանձնացնես մի կերպար կամ մի ներկայացում, որ քեզ համար այլ տեղում է։ Ամեն մեկը իսկապես ամեն մեկը յուրովի հետաքրքիր է։ Ես սիրում եմ թե իմ ուսանողական ավարտական ներկայացումը Տյոտոչկա Չարլի Բաբսի դերակատարումը որպես առաջին։ Սիրում եմ 44-ի Մգրոն որպես ամենաերկարակյաց դեր 20 տարուց ավել խաղում ենք։ Սիրում եմ այն դերերը, որոնք դեռ գալու են, որովհետև դրանք էլ լավն են նրանով, որ թարմ են, նոր են եւ հաճելի են եւ աշխատելու տեղ ունեն։ Այնպես որ որպես առանձնացնեմ մի կերպար դժվար կլինի։ Մենք երեխաների հետ խոսում ենք, թե ինչ նպատակներ նրանք ունեն, գուցե նաև ինչ երազանքներ ունեն, դու հիշում ես, թե ինչ երազանքներ ուներ երբ փոքր էիր, արդյոք այդ երազանքները փոխվել են, թե մնացել են նույնը, թե գուցե իրականացել են հիմա։ Ըստ
ժամանակագրության իրականանում են։ Ես երազել եմ լինել դերասան, երազել եմ ունենալ լավ ընտանիք, երեխաներ, նույնիսկ դա մեկ-մեկ կատակով ասում եմ տատիս ծրագիրն է, որ ինձ տվել է, քնացնելիս, որովհետև ինքը կոնկրետ երգ չէր երգում, այլ այդ ծրագիրներ տալի, ասում էր քնի վարշամիկը մեծանա գնա դպրոց, ինստիտուտ երեխաներ ունենա, ինքը ծրագիր էր։ Կոդավորում էր այսօր պարզվեց, որ դա կոդավորում էր, եւ ըստ ընթացակարգի գնում է, ես երջանիկ եմ։ Ըստ ընթացակարգի։ Ընթացակարգի օրակարգի հետ բերում։ Ամեն ինչ կոդավորված, հերթով գնում։ Վարշամ, նոր կարծես կերպարով ես հիմա մեր տաղավարում, ինչ որ կերպարանափոխություն է տեղի ունեցել։ Ճիշտ եք նկատում, սա դերի պատրաստում է։ Այո, սա ես պատրաստում եմ դերի, Սիմոն Աբգարյանը շուտով Հայաստանում կլինի, որովհետեւ մեր թատրոնում Պենելոպե պիեսը, որ ինքն է գրել, հեղինակն է, պետք է նաև բեմադրություն անի մեր թատրոնում, սա փոքր ավելի մասշտաբային է, քան երբևէ եղած մեր ներկայացումներից որևէ մեկը, եւ այնտեղ ես գլխավոր դերերից մեկն եմ խաղում, ինչին շատ սպասում եմ, ինչպես մի քիչ առաջ նշեցի, եւ ռեժիսորի պահանջն է ունենալ բնական մորուք, առայժմ քանի դեռ այստեղ չէ պահանջ կատարում ենք, հետո հուսով եմ կհամոզեմ, որ բան Իսկ առհասարակ դու հեշտ դերասան ես ռեժիսորների համար այդպես հեշտ ես տրվում պահանջներին, փոփոխություններին, արտաքնային, հոգեբանական։ Դեռ անդուրժում է, փորձում է։ Ես հետևում եմ այն օրենքներին, ինչը պրոֆեսիոնալ օրենքներն են, ինչը ես սովորել եմ ինստիտուտում Ալեքսանդր Քոչարյանի կուրսում, իսկ նա շատ պրոֆեսիոնալ դասախոս էր, ավելի շատ մանկավարժ, քան հենց ռեժիսոր։ Ես սա հաճախ եմ նշում, որ մենք գուցե ուսանող ժամանակ ասում ենք, իսկ ինչու այս ռեժիսորի մոտ չեղա բան, որովհետև ուզում էիր, որ շատ խաղայր, ինչ որ բեմերում լինեիր, ովքեր գործող ռեժիսորներ էին, բայց Ալեքսանդր Քոչարյանը իսկական մանկավարժ էր, այսինքն չէր զբաղվում ռեժիսուրայով, այլ հենց մասնագիտություններ փոխանցում, եւ դրանով շատ հեշտացավ մեր բոլորի գործը, մեր կուրսի ովքեր նա մոտ են ավարտել, այսինքն կարողանում են աշխատել բոլոր ռեժիսորները, որովհետեւ հենց մասնագիտություն է։ Եվ ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ պրոֆեսիոնալ օրենքները ես լավ եմ սերտել եւ այն ինչը որ ըստ օրենքի, ըստ պրոֆեսիոնալ օրենքի պահանջում է ինձնից, ես կատարում եմ։ Իսկ մնացածը այո, արդեն բանակցությունների հարց է։ Հիմա պիտի Նարեկին եւ Մարիային հարցնենք, այս ընթացքում դուք ինչ եք սովորել հայրիկից, ամենակարևոր այսպես բանը, որը սովորել եք նրանից, հետո հայրիկին կանցնենք, թե նա ինչ է սովորել ձեզնից։ Որպես դերասան, թե ամենակարևոր բանը, որը որ ձեզ օգնում է ուղղորդվել։ Կոնկրետ մի բան, որ հիշում տենց մտքից չի գալի անկեղծ ասած, բայց մի բան է, առաջին բանը որ եկավ, այդ միշտ ինձ, երբ որ սկսել եմ ասում, որ դերասանուհի եմ դառնալու, միշտ ասում եմ գիրք շատ կարդա, չնայած իմ համար դժվար, որովհետև այդքան էլ շատ չեմ սիրում գիրք կարդալ, բայց պիտի կարդամ, որ թողի դերասանուհի դառնալ։ Ամեն դեպքում հայրիկն է թողնելու դերասանուհի դառնալ։ Ես մինչև հիմա չեմ հասկացել դեմա թե կողմ։ Հիմա կասես բոլորից դեմ ես, թե կողմ ես։ Ես կողմ եմ, որ ինքնուրույն որոշի։ Դե գնդակը քո դաշտում է, արդեն դու պիտի որոշում ուրեմն կայացնես։ Իսկ դու Վարշամ ինչ ես սովորել երեխաներից։ Ես էլ կդժվարանամ ասել։ Այդպես որ հստակ բան ունենանք, ես էլ կդժվարանամ ասել։ Համբերություն։ Դե դա ստիպել է գոնում։ Դե դա վատ չէ համբերություն սովորելը, ինչ խոսք։ Հա, իհարկե, երեխաներին շատ ավելի բաներ սանդրում, համբերում, քան որևէ մեկին կհամբերեի։ Սովորաբար նման մշակութային մարդկանց ընտանիքում իսկապես օրինաչափ է, որ օրվա ընթացքում իրար հետ չկարողանան հանդիպել, առավոտները նախաճաշով չսկսեն միասին կամ երեկոները միասին ընթրիքով չավարտեն, դա շատ բնականon է, բայց կա ինչ-որ մի արարողակարգ, շաբաթվա մեջ, ամսվա մեջ, տարվա մեջ, չգիտեմ, օրվա ընթացքում, որը որ բոլորին համախմբում է։ Ավելի մեծ ընտանիքում ունենք այդպիսի սովորություն, Շաղիկի հայրիկի ընտանիքով, այդպես մեծ,
շաբաթական մեկ անգամ միասին ենք ընտրում, պարտադիր պայման է, այսինքն ամեն դեպքում ով ինչ գործել ունենա պետք է բացառություն են լինում իմ ներկայացումները, որովհետև պետք է ստիպված լինեմ 300 հոգու բացատրել, թե ինչու չեմ եկել ներկայացման, իսկ դա չեմ անում։ Ընտանեկան ընթրիքի օրը ներողություն։ Բայց այդպեսի կա, այո։ Մեկ ես բացակայում եմ կամ ուշ եմ միանում։ Ես ուզում ասեի, որ ամեն դեպքում էլ երբ որ ներկայացում է լինում կամ ինչ-ինչ հարգելի պատճառ է լինում, որ բացակայի ժամի 7-ին ոնց որ այդտեղ չլինի վարշամը, միշտ թեկուզ ուշացած էլ գալիս է ամեն դեպքում։ Արդից օգտվելով իհարկե պիտի ողջունենք Շահիկին, նա այսօր այստեղ չէ, մեզ հետ չէ, բայց հաջորդ հարցս որ ուղեմ, կարող ենք դրա մասին միանգամից հարցնել։ Այ եթե լիներ մի ֆիլմ, որում պիտի բոլորդ նկարահանվեիք ընտանիքով, այդ թվում նաև մայրիկը, ինչ ժանրի ֆիլմ կլիներ եւ որդ ինչ դեր կխաղայիք այդ ֆիլմում։ Պատկերացնելով ձեր առօրյան մտավորելով։ Նարեկ արդեն գիտի կարծես թե պատասխանը։ Ուզում ձեր պատասխանը։ Չէ, դու ասա։ Հայերենով ոնց է թարգմանվում horror սարսափ։ Սարսափ։ Ես մտածում եմ ինչի գիտեմ ինչու որ առաջինը դա ասացելու սարսափ։ Չէ, որովհետև հիշում եմ որ մի ժամանակ կար որ ասենք կինոներ էինք նայում ընտանիքով ասենք հավաքվում նայում էինք երեկոյան միշտ սարսափ էինք նայում ու միշտ ընտանեկան սարսափ այսինքն ընտանիք էր որ ոնց որ ինչ որ սարսափելի բաներ իրենց հետ լինում ու փորձում էին դուրս մնային կամ ինչ որ պարզվում էր ինչ որ մեկը գաղտնիք էր պահում այտենց սարսափ էինք նայում միշտ դրա համար էդ եմ ասոցացնում ու միշտ Մարիան վախենում էր ես էլ արդյոք օգտվում էի ավելի իր վախացնում ես այդ գիշերը չեմ մոռանա, նենց էի լացում էի, վախենում էի, ասում եմ Մարիո քլարի սենյակում ես եմ ինչա բան, ես եմ վախենում էի։ Արդից օգտվում էր։ Փոքր։ Քան տարեկան էի։ 7 Չէ, 8 տարեկան տես չէի վախենում։ Ավելի փոքր։ Դա պատճառը որ չի ուզում քեզ այդ արշավների գալ։ Պետք է հիմա էլ է այդ նայել եւ տեսնել հիմա էլ այդպես։ Լավ, իսկ դու ինչ ֆիլմ ես դեպքում կընտրել, երևի ոչ սարսափ, հա։ Տերի սարսափ։ Խառը ընտանիք։ Խառը ընտանիք ես մամային ես ու Նարեկը միշտ գժվացնում ենք, ինքը մի ձև դիմանում է, չգիտեմ ոնց։ Դե լավ է գոնե որ հասկանում եք, որ գժվացնում եք մայրիկին, դա արդեն գործիք ես Պապան հանգիստ բան, սենց պատրաստվում է ներկայացումներին։ Վարշամ ըստ քեզ ինչպեսին կլիներ այդ ֆիլմը։ Դե այսքան ծիծաղից հետո կոմեդիա է պետք ասել։ Դե ամեն դեպքում ուրախանցնում։ Լավ, քանի որ այսօր առավոտը weekend-ն է, մեզ մոտ էլ է իհարկե շատ ուրախանցնում տաղավարում, ինչպես նկատում եք սիրելի հեռուստադիտողներ, մենք չենք կարող ձեզ բաց թողնել, մինչև միասին չխաղանք մի խաղ, իսկ ինչ խաղ մեզ կպատմի Անին։ Այո, մենք խաղալու ենք, ինձ թվում է ձեզ համար բավականին հեշտ խաղ, հաշվի առնելով ձեր ընտանեկան տաղանդները, եւ ահա այս տարայի մեջից հերթով յուրաքանչյուրդ վերցնում եք մեկ թուղթ, տեսնում եք թե վրան ինչ է գրված եւ փորձում եք շարժումներով ցույց տալ այդ գրվածը այլ կերպ ասած պանտամիմա կամ մնջախաղ, բայց չենք տանում հեռու Վարշավա հետ։ Չէ, ես մոտեցնում եմ Եվ սկսում է հայրիկը, ցույց է տալիս։ Ես բերեցի, որ առաջին իրենք սկսեն։ Նարեկից եկեք սկսենք այդ դեպքում։ Նարեկ կարող ես գալ այստեղ։ Որտեղ։ Այստեղ կար։ Կարող ես նստածել անել, պետք է տեսնես ինչ է կարծում եմ առաջինը նոր։ Ես մի քիչ հեշտ կարող եմ խոսամ, թե։ Ոչ, միայն ցույց տալ։ Ուզում եմ մի բան որ ասեմ, տենց ոնց որ գուցե։ Կոդի։ Չէ, պատկերացրու մի բան ասենց կապում։ Բայց միայն ցույց տալով։ Իսկ կտաս մենք էլ տեսնենք ինչը մենք կարող ենք։ Ես կարող եմ։ Ես մոտարապես հասկացա։ Սկզբից ռեակցիայից Մոտ է։ Ես ասեմ, կարող եմ ասել գոքնոց։ Դուք ես նորմալ ասացի, բայց մոտ ես ոչ։ Շարունակեմ մի քիչ տենց կավորոսենք Ձվածով սփում, կորոսնց։ խոհարար։ Այո, խոհարար։ Երկար ժամանակ Նարեկը երազմեր խոհարար դառնել, հիշում ես։ Այո, Gordon Ramsay շոուերները ոգեշնչված։ Մի շրջան նույնիսկ աշխատեց խոհարարի օգնական։
Ինչ հետաքրքիր փորձ։ Բայց հետո ինչ պատահեց, ինչու որոշեցիք շարունակել։ Երկրից դուրս էի գնացել, համել ճամբարներ կային, հետո որ մի 2 ամիս երկրից դուրս էի, հետո որ հետ եկա, ասի, համել քննություններն եմ ես տարի, վերջի տարին այլ չկարողացա շարունակեմ։ Իսկ մասնագիտության մասով արդեն կողմնորոշվել ես։ Մասնագիտության մասով հիմա մենեջմենտ էի սովորում, կառավարում ընդհանուր, բայց այդ հիմա որ արդեն համալսարան եմ տեղափոխվել, փոխել եմ միջազգային հարաբերություններ, որտեղ ոնց որ ես 9-րդ, 8-րդ դասարանից էլ միշտ քաղաքականությունը ոնց որ հետաքրքրել է դա։ Ու ընդհանուր հետաքրքիր բան ունեք Վարշամ։ Հետաքրքիր ուղղություն է, էլի կուզեի մի քիչ։ Դե իհարկե այո, մեզ պետք են միշտ գրագետ եւ խելացի քեզ նման հետաքրքրված այդ ամենով մասնագետներ, հիմա Մարիայի հերթն է։ Ստեղված եմ։ Դու կտես մեզ։ Ես մեկը դու փորձես գուշակես, ես կտեսնեմ։ Դաշնակարուհի։ Դաշնակարուհի, ճիշտ է կարող է։ Հետաքրքիր զուգադիպություն ստացվեց, Նարեկը խոհարար, Մարիան դաշնակարուհի, Վարշան դերասանն է։ Համալիրները պատահական են այս դեպքում։ Դերասանը։ Բայց այնպես բացի չտեսնան երեխաները։ Շատ դժվար է մտածես։ Ես արդեն ցույց բացի բան։ Ատոմնաբույր։ Ճիշտ է։ Չէ, էլի սարսափի։ Ծանելուց արդեն մտածում եմ պաչում եմ։ Շարունակենք մեկ անգամ էլ 3 հոգով։ Դուք չեք խաղում։ Մենք ընդհանրապես դիտում ենք այս ներկայացումը։ Մամ, այսինքն էլի առանձին չէ՞ բայց։ Այո։ Ով է գուշակում։ Ով է սկսում առաջինը։ Ես իմս հեշտ եմ։ Դժվար։ Մատուցող։ Այո։ Մատուցող սա էլ ես եմ աշխատել ժամանակին։ Օ։ Այո։ Կարծում եմ բոլոր դերասանները ինչ որ այդպիսի էտապ իրենց կյանքում ունեցել են։ Հիմա ես գնամ։ Գնա դու։ Բայց ես դժվար է։ Տեսնեմ։ Ինչին եմ ասիստա։ Մտածելու ժամանակ ունես։ Տենց։ Ինչ գործողություն է։ Ուրիշ տեղ։ Հասկացա։ Այս բոլորը մասնագիտություններ են, հա։ Կարծես թե այո։ Բայց ես չեմ կարողանում Ես գուշակել։ հասկացա։ Չգիտեմ, երևի սխալ եմ։ Չէ։ Ահա։ Ես գուշակել եմ։ Դու գիտես արդեն։ Նարեկը կարծես չի էլ մոդել չէ անգամ։ Ընդհանրապես։ Չել նայել նայեք։ Այսի բայց չհասկացա։ Իսկ ինչ է։ Մի քիչ ուրիշ ձև ցույց տուր, տենց դժվար է։ Լավ, ես ասեմ, նայում ես մի անգամ իրեք չդին։ Հետո, Ինչ պոստատարի մասին է խոսքը։ Բայց ինչպես հասկացաք իրար, հայրը աղջիկ տեսան, որ իրանք Տեսնում ես։ Իրար զգում ենք։ ինքը ինչ-որ բան բացեց, փոստի մեջ գրեց, փակեց։ Ես մտածում եմ ջերոց է ճիշտ ասած, բայց կողմն արդեն եղել էր ժամանակ չի հասկանում։ Բացատրելուց այդքան է։ Ահա ունեմ բարի իմաստը չգիտեմ, անկեղծ ասած։ Դու ցույց տուր մեզ բառը, ինչ բառ եք կարող ես փոխել։ Փոխի։ Հա, կարող։ Այո։ Բայց դու մեզ տեսնես ինչ է։ Մասա ինձ էլ չհասկացա ինչքան։ Եթե կարողանանք մենք ցույց կտանք։ Լավ։ Սիկամ ես Կարող ես ցույց տալ։ Շատ էսից էստամ թե ոնց նորնավոր։ Ես չեմ կարող։ Մի քանի վայրկյան տևի ուղղակի։ Երաժիշտ։ Շփորահար։ Քիչ ավելի հայկական մոտիվներով։ Իսկ այս մեկը պարուսույց էր, երուսատողներ միանգամից փչացրեցի խաղը։ Ես կարծում եմ, որ մենք մեր սցենարիստերին պիտի խնդրենք ավելի բարդ հաջորդ անգամ առանձնացնել, որպեսզի ավելի բարդ լինի այս խաղը, որովհետև կարծես թե շատ հեշտ ընտանեկան ուժերով համատեղած ձեզ ոնց ստացվեց։ Բոլորը զուգադիպություններ։ Այո, բոլորը զուգադիպություններ են։ Ամենախուս շնորհակալ ենք շատ տաղավարում հյուրընկալվելու համար, ձեր հանգստյան առավոտը մեզ հետ սկսելու համար եւ կարծում եմ, որ Եվ նորանոր հաջողություններ ենք մաղթում, վստահ ենք, որ նոր ներկայացումների մասին դեռ պատմելու եւ խոսելու առիթ կունենաք ու մեր տաղավարում հնարավորություն կունենանք ձեզ հյուրընկալելու։ Ձեզ եւս շնորհակալություն, բայց հաջորդ անգամ արագած նոյեմբերին չգնաս։ Փոքրիկ հուշում հայտնի ճանաչված եւ փորձառու լեռնագնացի կողմից։ Դե լավ։ Շնորհակալ ենք ձեզ օրվա լավ շարունակություն ենք մաղթում, իսկ մենք շարունակում ենք եթերսիլի հրստատողներ։